Տաժիր կապիտալ ընկերությունը վարչական դատարանում վիճարկել է հեծի կառավարման եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու հարցը։ Ժամեր տևած դատական նիստում Տաժիր կապիտալ ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել հեծին լիցենզիայից զրկելու մասին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը։ Այն թերությունները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոսում է հանձնաժողովը, երբևէ համակարգային բնույթ չեն կրել, նշել է հեծի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով հեծի մի մասնաճյուղում արձանագրված բաց թողումները երբեք չեն կրկնվել մյուս մասնաճյուղում եւ որևէ հետեւողականության մասին խոսել հնարավոր չէ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղյակ է եղել հեծի աշխատանքում ի հայտ եկող այս կամ այն խնդիրների մասին, բայց հիմա լռելը ձեռնտու է, ասել է Ղազինյանը։ Շատ ծիծաղելի է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանգած դրա մասին նոր իբրև թե իմացավ, անկեղծ եմ ասում, աշխատել ենք տարիներ շարունակ, շատ դեպքերում մեզանից ավելի շատ գիտեին այդ ամեն ինչի մասին, ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ մենք պայքարում ենք, անգամ հանձնաժողովից ինձ այսպես կեսկատակ ասում են շատ դեպքեր էս պայքարում։ Փաստաբաններից Արամ Օրբելյանը նշել է, որ բոլոր կազմակերպություններում են, հատկապես մեծերում, խախտումներ լինում են, բայց դրանք չեն կարող լիցենզիայի լուծարման պատճառ դառնալ։ Այսինքն ամենօրյա աշխատանքային խնդիրներ ցանկացած կազմակերպությունում։ Դրանք այն խնդիրները չեն, որոնք տրվել է վարույթի հիմքում որպես հաստատված հանգամանք, եւ դրա հիման վրա զսպել է լիցենզիայի կազմակերպությունը։ Փաստաբանը պնդեց, հեծին լիցենզիայից զրկելը սեփականությունից զրկելու դասական օրինակ է։